Էս ինչ անտակտ հարցեր։ Սրան հեսա ինվալիդ եմ սարքելու։ Հայաստանը գրեթե մատչելի չի տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Քորես չտեսար, ազդակ է, որ անձ ունի տեսողության խնդիր։ Հայաստանում մասնագետները քիչ են։ Բոլոր տեղերում չէ, որ մենք կարող ենք հանդիպել այդ մատչելի ձևաչափի։ Բրայլյան համակարգը Լուի Բրայլի կողմից ստեղծված համակարգ է, որի շնորհիվ տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարողանում են գրել եւ կարդալ։ Բրայլյան համակարգը շոշափելի տարբերակ է։ Բրայլյան համակարգով մենք կարող ենք հանդիպել օրինակ գրվածքներ ավտոբուսների մեջ, օրինակ ստոպ գրվածքը։ Բայց բոլոր տեղերում չէ, որ մենք կարող ենք հանդիպել այդ մատչելի ձևաչափի։ Դիպլոմանկավարժը այն մասնագետն է, ով աշխատում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ, նպաստելով նրանց կրթական, սոցիալական ներառմանը։ Այսինքն, նա աջակցում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց, որպեսզի նրանք կարողանան ընդգրկվել հասարակության մեջ եւ դառնալ լիարժեք մարդիկ։ Դիպլոմանկավարժի գործառույթը Հայաստանում ավելի շատ է, այսինքն մենք Հայաստանում եւ տարածական կողմնորոշում ենք սովորեցնում, եւ սպիտակ ձեռնափայտի օգտագործման տեխնիկա եւ նպաստում զգայարանների զարգացմանը, սովորեցնում բրայլ եւ այլն, բայց օրինակ միջազգայինորեն, օրինակ բրայլյան համակարգող ուսուցանողը այլ մասնագետ է, տարածական կողմնորոշման հրահանգիչը այլ մասնագետ է եւ այդպես շարունակ, բայց Հայաստանում քանի որ մասնագետները քիչ են, բոլորս մեր առաքելությունն ենք համարում սովորեցնել եւ տալ այն գիտելիքները, որոնք կնպաստեն տեսողության խնդիրներ ունեցող անձանց ներառմանը կրթական գործընթացում։ Ծնողները կարող են տեղեկատվություն ստանալ սոցիալական մեդիայից, ուրեմն նաև կարող են տեղեկատվություն ստանալ Հայաստանի քույրերի միավորումից, օրինակ նրանց հաստատ տեղեկատվություն, խորհրդատվություն կտրամադրեն, որ դպրոց դիմել եւ այլն, նաև կարող են հենց տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող մասնագետներից հետաքրքրվել եւ նրանք հաստատ եւս կկիսվեն իրենց փորձառությամբ եւ կտրամադրեն տվյալներ, թե որտեղ իրենց երեխաները կարող են կրթություն ստանալ եւ Երևանի Նիկողաս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցը եւս ունի սոցիալական մեդիա, որտեղից կարող են տեղեկատվություն ստանալ հենց դպրոցի գործունեության մասին։ Տեսողության խնդիրներ ունեցող չափահաս անձինք կարող են աջակցություն եւ կրթություն ստանալ ներկայումս Հայաստանի քույրերի միավորում հասարակական կազմակերպության կողմից, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է ծրագիր սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագիրը, որի շրջանակներում նրանք կարող են դիմել եւ ստանալ բազմամասնագիտական թիմի կողմից աջակցություն, տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու կանոններին, օրինակ ձայնային ծրագրերով աշխատելու եւ այլն, սովորել սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվել եւ տարածության մեջ կողմնորոշվել վարել անկախ կյանք եւ հոգեբանի աջակցություն։ Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրման ընթացակարգով անձը ստանում է նաև հոգեբանի աջակցություն։ Սև հումորը կարող է խոցելի դարձնել չափահասին հենց նրանով, որ անչափահասը կարող է ծանոթ չլինել տվյալ խնդրի էությանը եւ ձևավորել կարծրատիպեր, որոնք հետագայում իրան խոչընդոտելու է իր ինքնուրույն եւ անկախ կյանքով ապրելու գործընթացում եւ կարող առաջացնի հոգեբանական բազմաթիվ խնդիրներ։ Սպիտակ ձեռնափայտը աջակցող միջոց է, որի շնորհիվ տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարողանում են տեղաշարժվել իրենց նախընտրած վայրերում։ Սպիտակ ձեռնափայտը ներկված է սպիտակ, որպեսզի տեսանելի լինի վարորդների համար հատկապես մութ ժամանակ, Այն խորհրդանշում է նաև, որ անձը ունի տեսողության խնդիր,
որովհետև մենք գիտենք, որ կան այլ աջակցող միջոցներ, օրինակ հենակներ եւ այլն, որպեսզի մարդիկ չխառնեն այդ ամենը, այդպես որոշվել է, որ պետք է լինի հենց սպիտակ։ Եվ ազդակ է, որ անձ ունի տեսողության խնդիր եւ տեսանելի վարորդների համար։ Հայաստանը գրեթե մատչելի չի տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մենք ունենք որոշակի տարածքներ, որտեղ ունենք ձայնային լուսացույցներ եւ տակտիլ գծանմուշներ, բայց դրանք բավարար չեն ապահովելու լիարժեք մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց անկախ տեղաշարժվելու համար։ Հեռուստաէկրաններին հաճախ հանդիպող խնդիրներից ինձ համար, որ ամենակարևորն է, դա խտրականությունն է, թիրախավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, այսինքն հնչում են այնպիսի բառամթերք, որոնք թիրախավորում են տվյալ անձանց, օրինակ սրան հեսա ինվալիդ եմ սարքելու, քորես չտեսար կամ մի շարք արտահայտություններ, ոչ ընդունելի, որ իրականում մեդիայի համար էլ անընդունելի, որ կիրառվում է եւ խտրական վերաբերմունքի արժանացնում, ստեղծում կարծրատիպեր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Համարում եմ դրական հարթակ, այս հարթակը, որի միջոցով մարդիկ կկարողանան բազմատեսակ տեղեկատվություն ստանալ, լինել կրթված։